Ձեր նախաձեռնությամբ մենք այսօր հանդիպել ենք եւ որպես պաշտոնատարանց լուրջ գնահատական է ինձ համար, որ ձեզ հետաքրքիր է դատախազության աշխատանքը, ոնց որ իմ տարբեր տարիների ուսանողներնից էլ կան, հա, գոնե sense վիզուալ հիշում եմ բոլորիդ։ Ուրախ եմ, որ այստեղ եք ու վստահ եմ, որ այսօր շատ հետաքրքիր օր կունենաք, որովհետև իմ գործընկերները ձեզ նաև ցույց կտան մեր շենքը, թանգարանը, եթե հասցնեք նաև լաբորատորիան ԵՊՀ։ Մենք փոքրիկ ստորաբաժանում ունենք մեր շենքում ու կարծում եմ, սա նաև լուրջ խթան կհանդիսանա ձեզ համար հետագայում գալու դատախազություն, որպես պրոֆեսիոնալներ աշխատելու դատախազությունում եւ պաշտպանելու պետական շահը։ Նաև ինձ համար շատ խորհրդանշական է, որ մենք հենց այսօր ենք միասին հանդիպում, այսօր գիտեք ինչ օր է։ Բազմաթիվ երկրներում 2003 թվականից սկսած նշում են այսօրը որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Ես վստահ եմ, որ հարցնեմ կոռուպցիան ինչա, բոլորդ միաբերանից կպատասխանեք, որովհետև վստահ եմ, որ իրավական գիտելիքներ ունեք։ Դրա համար ես մի փոքր ուզում եմ խոսել այսօր կարճ պայքարի մասին կոռուպցիայի դեմ, ինչա ենթադրում կոռուպցիայի դեմ պայքարը։ Մի քանի ցուցանիշներ եմ խնդրել, որ գործընկերները առանձնացնեն, որ ձեզ պատմեմ, թե մենք նյութականացված այդ պաշտպանության արդյունքում ինչ ենք անում եւ ինչ խոչընդոտների ենք հանդիպում, որովհետեւ միշտ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս շատ էսպես, հա, բարձրագույն բառեր ենք ասում ու երբեմն պատրաստ չենք լինում այդ բարձրագույն բառերի տակ, երբ որ գալիս կանգնում ենք այդ ճանապարհին, ինչ մարտահրավերների ու խոչընդոտների ենք հանդիպելու, ինչպես պետք է այդ մարտահրավերները կարողանանք հաղթահարել։ Երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մի բան ինձ համար ավելի հասուն տարիքում ակնհայտ դարձավ, որ պայքարը միակողմանի չի։ Այդ մենք չենք պայքարում կոռուպցիայի դեմ։ Այդ կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ նաև հետադարձ պայքարում են մեր դեմ։ Ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի։ Եթե ես այսօր լինեի երրորդ կուրս եւ սովորեի պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները, ես շատ կուզենայի, որ իմ դասախոսները սրա մասին ինձ ասեին, որ գիտես ինչ հարգելի ուսանող, երբ մենք քեզ ասում ենք, որ կոռուպցիան բացական երևույթ է, կոռուպցիան քայքայում է տնտեսությունը, կոռուպցիան խլում է մեր երեխաների ապագան, այս բոլոր ձևակերպումների տակ մի շատ կարևոր հակափաստարկ կա, որ այդ կոռուպցիան էլ իր հերթին բավական սուր ժանիքներով, սուր ճանկերով եւ զրո բարոյական գծերով պայքարում է քո դեմ, երբ որ դու որոշում ես, որ դու պետք է ձեռնոց նետես այդ կոռուպցիային։ Եվ այստեղ կարծում եմ շատ կարևոր մի հանգամանք կա, որ կուզենամ էլի իմ տարիների փորձից ձեզ հետ կիսվել։ Շատ կարևոր են իրավաբանական գիտելիքները, այո։ Դուք պետք է միշտ մի կարդացած գիրք առնվազն առաջ լինեք այն մարդկանցից, ովքեր խորհուրդ են տալիս կոռուպցիոն հանցագործություն կատարող անձանց։ Որովհետև ի տարբերություն մի 15 տարի առաջվա առնվազն այսօր մեր իրավական հակառակորդները փայլուն իրավաբաններ ունեն։ Եվ այդ փայլուն իրավաբանները մեր շարքերից են դուրս գալիս։ Լուսնից չեն ընկնում։ Եվ այստեղ գիտելիքի առումով շատ սուր պայքար կա։ Եվ իսկապես մի ավել կարդացած գիրքը, մի ավել իմացած նյութը, վճռի են հատվածը, որը դուք նկատել եք ձեր հակառակորդը ոչ, ձեզ առավելություն է տալիս որպես պրոֆեսիոնալներ։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, որ ոչ մի դասագրքում մեզ ցավոք չեն սովորացնում։ Դա հոգեբանական կայունությունն է։ Ցանկացած իրավական պայքար ունի ստվերային կողմ, երբ հարվածում են քեզ մի նպատակով, կարեք ասեք ինչի են հարվածում քո հավասարակշռվածությանը, քո հոգեկան կայունությանը, որ մեջդ կասկած գցեն։ Արդյոք արժի քո կյանքն ու ժամանակը այս ամեն ինչին հարգելի, այս ինչ պաշտոնատարանց, հարգելի գլխավոր դատախազ, արդյոք կյանքդ կհերիքի, որ դու վերադարձնես Հայաստանի Հանրապետությունից ապօրինի զավթված գույքեր, արդյոք կյանքդ կհերիքի, որ դու մի քանի սերունդի հասցնես սովորեցնել, որ միայն խարդախությամբ չի, որ հնարավոր է բարեկեցիկ լինել։ Եվ այստեղ այդ կասկածը սկսում են գցել տարբեր մեթոդներով։ Առաջին հերթին ձեր հավասարակշռության վրա ազդելով։ Վստահ եմ, բոլորդ տեսած կլինեք առնվազն մի անգամ, երբ ես հանրային ելույթ եմ ունենում։ Ինչին է ուղղված օպոնենտների հարցերը, երբ վերջանում են իրավական փաստարկները։ Կարող եք ինձ հուշել։ Ուր են խփում ինձ։
Որ կետին են խփում։ Մի վախեցեք, ասեք։ Քաղաքական դաշտին, ուրիշ։ Սերին, հայոպրես։ Այդ միշտ, այդ բիֆոր բոլոր փաստարկները վերջանում են, այդ ամենավերջինն է։ Այդ անձնական հատկանիշներին, ճիշտ է, արտաքինին, արժանապատվությանը։ Մեզ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը մեր արժանապատվությանը հարվածելն է։ Եվ հարվածել ո՞նց։ Ո՞նց կհարվածեն։ Խոսքով, ստով, ապա տեղեկատվությամբ, թարմ բամբասանքով, պատիտակ լսածով, չէ՞։ Ոնց ենք մենք արձագանքում այդ ապա տեղեկատվությանը։ Չենք արձագանքում, ասում են հմտես, ուրեմն ճիշտ է ինձ ձեն չհանեց, լռությունը համաձայնության նշան է։ Ճիշտ է, կան իրավիճակներ, երբ որ հիմարին պատասխանը լռությունն է, կասկած չկա դրանում։ Ուրիշ փաստով, հարգելիներ, մեր իրավաբաններից ամենալուրջ գործիքը կոռուպցիայի դեմ պայքարում եւ ընդհանրապես հանցավորության դեմ պայքարում եւ ընդհանրապես իրավական տարբեր հարթություններում մեր պայքարում դա փաստն է, փաստը, ապացույցը։ Երբ որ մենք ունենում ենք փաստ, փաստի հետ վեճերը արդեն անզոր են։ Դրա համար, որպեսզի մենք կարողանանք փաստերը տեսնել ու գնահատել, շատ կարևոր է, որպեսզի մենք լինենք հավասարակշիռ։ Այն պայքարի ճանապարհին, որին մենք որոշել ենք որպես իրավաբան կանգնել։ Իսկ եթե դուք այսօր եկել եք դատախազություն, ես ենթադրում եմ, որ ձեր մեծ մասին հետաքրքիր է կոռուպցիայի դեմ պայքարը, ձեր մեծ մասին հետաքրքիր է ապօրինի գույքի վերադարձը, պետական շահի պաշտպանությունը ու ընդհանրապես ոնց է աշխատում դատախազություն կոչված երևույթը Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար ես կուզենամ մեր այս նյութականացված տվյալներով, այդ պայքարի, երկկողմանի պայքարի նյութականացված տվյալներով սկսեմ մեր այսօրվա քննարկումը։ Ես գիտեմ, որ դուք հաստատ շատ հարցեր ունեք։ Խնդրում եմ չամաչեք ու հենց սկզբից հարցերը տվեք, որտեղ կյանքը ցույց է տալիս, սկզբում ամաչում եք, վերջում ժամանակը չի հերիքում, ու ամաչելու ոչինչ չկա իրականում, որովհետև դատախազությունը ինչքան էլ կողքից երևում է այդպես շատ պրոտոկոլային եւ շատ ռազմականացված հիմնարկ, այսպես ասած, զինվորական կարգապահություն ունեցող, այո, ինքը ունի դիսցիպլինա, բայց միաժամանակ մեզ մոտ առողջ քննարկումները խրախուսելի են բոլոր մակարդակներում, անկախ կոչումներից եւ տարբեր տեսակի պաշտոններից։ Գիտեք, որ մենք 3 հիմնական ուղղություն ունենք, դրանք որոնք են։ Ապօրինի գույքի վերադարձը հավաքական իմաստով, հա, դա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է, դա պետական համայնքային շահերի պաշտպանությունն է եւ մեր դատախազական ներգործության միջոցներն են արտադատական կարգով ապօրինի գույքի վերադարձի համար։ Եվ կոռուպցիայի դեմ պայքարը, որը առնվազն վերջին տարիներին մեզ համար լրջագույն առաջնահերթություն է, հաշվի առնելով մեր պետության հայտարարած զրո հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։ Օրինակ վերջին տարիներին, երբ մենք համեմատում ենք պետական համայնքային շահերի պաշտպանության մեր արդյունքները, հիշեցինք, որ 2022 թվականին, երբ տարեկան հաղորդումն էինք պատրաստում, վստահ եմ գիտեք, որ ես առնվազն մեկ անգամ գնում եմ ազգային ժողով ներկայացնելու տարեկան հաղորդումը դատախազության գործունեության, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ամբողջ 2022 թվականի ընթացքում դատախազությունը վերականգնել էր 11 միլիոն դրամ։ Այսօր որ մեկին ասես 11 միլիոն դրամ, շատ բարձր կծիծաղի, չէ՞, որ ինչ մի մեծ ձեռքբերում է։ Եվ այս տարի, երբ մենք համեմատում էինք մեր 3 տարիների աշխատանքը, պարզ դարձավ, որ օրինակ հունվարի 1-ից մինչ օրս, բայց թիվը պիտի կարդամ, որտեղ անգիր չեմ կարողանա ասել, մոտապես 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք ենք վերադարձրել մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նախ ուզում եմ առիթն օգտագործել ու ասել, որ այս գույքը վերադարձվելիս չի վերաբաշխվում։ Դա թիվ 1 քննադատությունն է, որ հնչում է ինձ որպես գլխավոր դատախազ։ Հա, հես այս գույքը հետ կբերեք, կտակ ես ինչ մեկ ուրիշին, այս գույքը կվերցնեք սրանից, կտակ նրան։ Ձեր արածը գույքի վերաբաշխում է պետական ռեպրեսիայի մեխանիզմներով։ Բայց ի հակառակ այս բոլոր էլի տարբեր տեսակի ապատեղեկատվության մենք ինչ ենք անում։ Մեր թիրախում են գտնվում են գույքերը, որոնք պատկանում են բոլորին։ Կարող եք թվարկել, որ գույքերն են։ Մանկապարտեզ, դպրոց, անտառ, պուրակ, այգի, չզարմանաք, գազոնները, սիզամարգերը, էտել են զավթել, հրապարակներ, մշակույթի տներ, մարզպետարանների եւ համայնքապետարանների շենքեր,
ու տարբեր տեսակի հանրային կառույցներ, որոնք պետք է պատկանեն մեզ բոլորիս, բայց պատկանում են մասնավոր անձանց։ Հա, մոռացա ամենակարևորը նշեմ։ Մեր շատ սիրելի Սևանա լճի ամբողջ ավազանը։ Եթե դուք փորձեք ոտքով, օրինակ, մի ամբողջ օր կամ 2 օր հատկացնեք, որպեսզի ոտքով պտտվեք Սևանի ավազանի շուրջ, չեք կարող։ Ամեն քայլափոխին մի պատի եք հանդիպելու մի մասնավոր սեփականություն ձևակերպմամբ։ Եվ դատախազությունը այս գործառույթի շրջանակներում այս պահին կենտրոնացած է այս գույքերի նկատմամբ, ինչու, որպեսզի այս գույքերը կարողանանք վերադարձնել մարդկանց, ում ի սկզբանե այդ գույքերը պետք է պատկանեին։ Բացի դրանից մենք դրամական միջոցներ ենք վերականգնում, շատ մեծ քանակի դրամական միջոցներ։ Եվ երկար ժամանակ քննարկում կար, իսկ ինչա լինում այս դրամական միջոցների հետ։ Արդյոք իրանք չեն դառնում պարգևավճար, ծառայողական մեքենա, տարբեր տեսակի վարչական ծախս, ինչու պետք է վերականգնվի հանցագործության արդյունքում եւ դառնա ինչ-որ մեկի աշխատավարձ։ Իհարկե աշխատավարձը շատ կարևոր բան է, բայց ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի կոնտեքստում դա խրախուսելի վարքագիծ չի, դա էլի պետք է դառնա հանրային բարիք։ Դրա համար մենք մեր գործընկերների հետ միասին այլ գերատեսչությունների, պետեկամուտների կոմիտեն, ֆինանսների նախարարությունը, մյուս բոլոր հետաքրքրված գերատեսչությունները ձևավորեցինք աշխատանքային խումբ։ Մոտավորապես 2 տարի այս աշխատանքային խումբը շատ ինտենսիվ ուսումնասիրեց դեպոզիտային հաշիվները, որ ունեին դատախազությունը եւ քննչական մարմինները, հարկ-վճարողների միասնական հաշվի գործունեությունը, ծախսերի ուղղությունները, որ կան գանձապետական հաշիվներում, եւ անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարությունը որոշմամբ սահմանեց, որ գոյություն ունի այլևս վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որի վրա մուծվում են բոլոր վնասների վերականգնումները քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճիռներով, իսկ դուք գիտեք, որ մենք արդեն վճիռ ունենք օրինական ուժի մեջ մտած հաշտությունների համաձայնություններով, այսինքն բոլոր այն դրամական միջոցները, որոնք այլևս պետք է դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունը, կենտրոնանում են մեկ հաշվեհամարի վրա։ Եվ այդ հաշվեհամարից ծախսերը կատարվում են ֆինանսների նախարարության վերահսկողությամբ։ Սա մեզ համար երաշխիք էր, որպեսզի գումարները, որոնք որ հանցավոր վարքագծի արդյունքում դուրս էին բերվել մեր քաղաքացիների տնօրինությունից վերադարձվեն եւ դառնան օրինակ ճանապարհներ, դպրոցի տանիքներ, պատուհաններ, թատրոններ, խաղահրապարակներ, այսինքն այն ամեն ինչը կրկին, ինչ որ ծառայում է մեզ բոլորիս որպես հարկ վճարող, դեռևս դուք հարկ չեք վճարում, բայց շուտով կարծում եմ կսկսեք աշխատել եւ կդառնաք Հայաստանի բյուջեն ձևավորող քաղաքացիներից։ Այս ամեն ինչը նաեւ մեր գործունեության թափանցիկության համար է, որովհետեւ էլի վստահ եմ, որ մի օր հավեսանեք, իհարկե լավ կանեք չանեք, բայց օրինակ Google-ում փնտրեք իմ անուն ազգանուն, այն ամբողջ խառը տեղեկատվության հետ միասին, որում մտքին ինչ փչել գրել է, կհանդիպեք նաև այդ քննադատությանը, որ այ ինչ է լինում ապօրինի գույքի հետ, եւ մենք գտանք իմ թիմի հետ միասին, որ այս ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն մեթոդը դա թափանցիկ աշխատանքն է։ Եվ եթե հասցրել եք մեր կայքին հետևեք, չկա տենց գույք, որ մենք վերադարձի դեպքում կամ վերջնական ակտի դեպքում չհրապարակենք, չկա այդպիսի բարձրաձայնված խնդիր այդ թվում սոցիալական հարթակներում, որ մենք պատշաճ արձագանք չտանք, չգնանք այդ տեղեկատվության հետևից, ինչու, որովհետև մենք ուզում ենք, որ մեր գործունեությունը լինի տեսանելի։ Տեսանելիությունը ինձ համար իմ նկատմամբ վստահության թիվ 1 գործոնն է, թիվ 1 երաշխիքն է։ Բոլորովին վերջերս բառից բուն իմաստով անցյալ կիրակի օրը մարզասրահից հետ գալուց սովորություն ունեմ տարբեր դասախոսություններ եմ լսում, մի հատ շատ հետաքրքիր միտք ասվեց այդ դասախոսի կողմից, որը կուզենամ ձեզ հետ էլ կիսեմ, որտեղ ինձ համար այդ միտքը այդ հարցի պատասխաներ կյանքս կհերիքի թե չէ։ Այդտեղ դասախոսը հարց է տալիս, ասում եմ, ինչով է չափվում մարդու կյանքը։ Տարիներով։ Դե բնականաբար լսարանը պատասխանում է օրերով, ժամերով, տարիներով, իրադարձություններով, լավ հիշողություններով, հարազատ մարդկանց հետ շփումներով։ Դասախոսը պատասխանում է, որ այդ ամեն ինչը ճիշտ է, բայց մարդու կյանքը չափվում է իր պատկանելությամբ։ Ինչին է պատկանում մարդու կյանքը։ Օրինակ է բերում։ Ինչով է տարբերվում քաղաքակիրթ մարդը բարբարոսից։ Բարբարոսը կարող ապրի 800 տարի, բայց բարբարոսի կյանքը հենց այդ 800 տարին է։
որը հիմնականում իր կենսաբանական պահանջմունքների բավարարման, հա, այդ ժամանակահատվածն է, այստեղ սկսվեց, այստեղ վերջացավ։ Քաղաքակիրթ մարդու կյանքը համալրում է մինչև իրան ապրած եւ իրանից հետո ապրած բոլոր իրա նման մարդկանց, մտածող մարդկանց կյանքերը։ Ու դառնում է որպես այդպիսին այդ շղթայի մաս։ Դրա համար ինքը չի չափվում մի մարդու ծնվեց մահացավով։ Ինքը չափվում է այն գաղափարի կայունությամբ, որին ինքը նվիրաբերել է իր կյանքը։ Սենց էլի պաթետիկ չհնչի, բայց դուք ավարտելու եք ու ձեր առաջ այդ հարցը կանգնելու է։ Ու շատ հաճախ ես էլ եմ դրա հետ բախվել։ Սկսվելու է տունդ ոնց ես պահելու, փող ոնց ես աշխատելու, բայրախեքին ով է պահելու, ու սեն շատ կենցաղի սենց են ներողություն ճահիճի մեջ մտած հարցեր, որոնք անդա ձեր ոտերից ձեզ քաշելու են ներքև։ Ձեր գլուխը ձեզ վերև է ձգելու, որովհետև դուք ունեք գաղափարներ, որովհետև ամեն դեպքում ձեր արյան մեջ այն երկաթն է, որը աստղերի մեջ է ձևավորվել։ Գալակտիկայի աստղերի մեջ նույն կոնսիստենցիան ունի այդ աստղի բաղադրությունը ու ձեր արյան երկաթը։ Դուք այնտեղ եք ձգտելու անդադ, բայց ներքևից անդադ այդ կենցաղը ձեզ քաշելու է։ Ու այդ դուալիզմի մեջ ամենադժվարը այդ հավատը չկորցնելն է նրան, ինչ որ դու ուզում ես անել։ Մենք միշտ ասում ենք երիտասարդ ես, էնտուզիաստիկ ես, հեսա կանցնի։ Ես հակառակ դրան, հեսա մյուս տարի 40 տարեկան եմ դառնում։ Հակառակ դրան միշտ ասում եմ, որ մարդը ծերանում է այն ժամանակ, երբ որ այդ էնտուզիազմը իր մեջ մեռնում է։ Ու դրա համար ցանկացած պայքարի եղանակ, կապ չունի դուք ինչ կընտրեք։ Կընտրեք մարդու իրավունքների պաշտպանությունը, այդտեղ կպայքարեք կամայականությունների, անպատժելիության, բռնության խոշտանգումների դեմ, կընտրեք դատախազի ճանապարհը, կգաք պետշահերով կպաշտպանեք, կընտրեք դատավորի ճանապարհը, որոշում կկայացնեք, կընտրեք մանկավարժի ճանապարհը, ամեն օր կմտնեք լսարան, դաժե երբ որ հոգնած եք ու հավես չունեք, այդ ժամանակ ամենակարևորը այդ վստահությունը չկորցնելն է նրա նկատմամբ, ինչ որ դու անում ես։ Ու չմտածել, որ դե երիտասարդ ես կանցնի, երբեք։